ազատություն, հաղթություն Հիսուսի անունով, փառավոր է, զորավոր է, փառավոր Հիսուսի անունը, երբ վախը պատի, ոգիս ընկճվի, դարձյալ ես քեզնով կհաղթեմ, անջանպիտ երգեմ, ու դարձյալ երգեմ, հաղթել եմ Հիսուսի անունով, անջանպիտ երգեմ, ու դարձյալ երգեմ, հաղթել եմ Հիսուսի անունով, ունենք հաղթություն և ազատություն, հաղթություն Հիսուսի անունով, փառավոր է, զորավոր է, փառավոր Հիսուսի անունը, և երբեք իմ թշնամիներ չեն կարող հաղթահարել ինձ, իմ հաղթանակը Աստծո մեջ է, Հիսուս Քրիստոսի անունի մեջ է, իմ հաղթանակը Աստծո մեջ է, Հիսուս Քրիստոսի անունի մեջ է, մեկ անգամ էլ առաջինս երգենք, ունենք հաղթություն և ազատություն, հաղթություն Հիսուսի անունով, փառավոր է, զորավոր է, փառավոր Հիսուսի անունը, երբ վախը պատի, ոգիս ընկճվի, դարձյալ ես քեզնով կհաղթեմ, անջանպիտ երգեմ, ու դարձյալ երգեմ, հաղթել եմ Հիսուսի անունով, անջանպիտ երգեմ, ու դարձյալ երգեմ, հաղթել եմ Հիսուսի անունով, ունենք հաղթություն և ազատություն, հաղթություն Հիսուսի անունով, փառավոր է, զորավոր է, փառավոր Հիսուսի անունը, և երբեք իմ թշնամիներ չեն կարող հաղթահարել ինձ, իմ հաղթանակը Աստծո մեջ է, Հիսուս Քրիստոսի անունի մեջ է, իմ հաղթանակը Աստծո մեջ է, Հիսուս Քրիստոսի անունի մեջ է։ Հալելույա, մեր հաղթանակը մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է, հալելույա, ամեն։ Ազգերն ու սերունդները քեզ երկրպագում են և քեզ մեծարում են գանասով, դարերի վեր երգում են երկնային օրհներգը և քեզ մեծարում են գանասով, անունը քո բարձր է, անունը քո մեծ է, անունը քո վեր է ամենից, բոլոր գահերից վեր ամեն, ուժերից վեր անունը քո վեր է ամենից, երկինքն է գոչում, սուրբ ես, երկիրն է գոչում, սուրբ ես, վեր ես ամենից, սուրբ ես ավերջեր, մենք երգում ենք քեզ,
կերքեմ Նա ինձ ազատել Սուրբ ոգով լեցրել Ողջ սրտով ասոն ես կերքեմ Հիսուս քեզ հավիտյան կերքեմ Երկինքն է կոչում Սուրբ ես Երկիրն է կոչում Սուրբ ես Վերես ամենից Սուրբ ես ավերժեր Մենք երկում ենք քեզ Սուրբ ես թագավորն ես մեր Սուրբ ես ավիտյան ես Սուրբ ես արկան Անունը քո բարձր է Անունը քո մեծ է Անունը քո վեր է ամենից Բոլոր գահերից վեր ամեն ուժերից վեր Անունը քո վեր է ամենից Երկինքն է գոչում Սուրբ ես Երկինքն է գոչում Սուրբ ես Վերես ամենից Սուրբ ես արվեջներ Մենք երկում ենք քեզ Սուրբ ես թագավորն ես մեր Սուրբ ես ավիտյան ես Սուրբ ես արկան ավիտյան ես Սուրբ ես արկան Հալելույա Ով Տեր մենք էլ միացած ամբողջ ստեղծագործության ամբողջ շեշտակներին դավանում ենք որ դու Սուրբ Աստված ես Ամեն բան տեսնում ես ամեն ինչի վրա դու տիրում ես Պատմությունը քո ձեռքերիդ մեջ է Դու այդ հավերժ նայուն ժայրն ես Դու ես այդ հնավուրց որ միշտ եղել ես եւ կլինես Մենք անցնում ենք ու գնում ենք Բայց դարեր ի վեր քո սուրբերը քեզի փառաբանում են եւ այդ փառաբանությունը միշտ մնում է Քեզի մեծարում ենք մենք էլ որտեղ դու սուրբ ես որտեղ դու արժանի ես Քեզի պատվում ենք մեր Տեր Քո ներկայությունդ այստեղ շրջի թող քո փառքը Տեր մեզ Երևան գա Քեզի երկրպագում ենք մեր Աստված Քեզ երկրպագում ենք ով մեր Տերը որ մեր ամեն բանն ես Հալելույա Ոչ ոք չէ Տեր քեզ նման Օրհնում եմ ես ողջ կյանքիս մեջ Կարով սիրո դրաշքները Իմ վահան, իմ պաշտպան Աշտարակ իմ զորության Որ հավերտ իմ կյանքիս մեջ Քեզ երկրպագեմ ով Տեր Աղաղակիր ողջ երկիր դեպի Տեր Արքպատիվ և զորություն արքային
եմ հասնվում Քեզ եմ հասնվում Քեզ եմ հասնվում Անպայման օրհնյալ Փրկիչ իմ Քեզ եմ հասնվում Անպայման օրհնյալ Փրկիչ իմ Քեզ եմ հասնվում Հալելույա Հիսուսի սիրուց ես չեմ բաժանվի Թեև հալածանքն ու սուրն սպառնի Նեղություն տարապան սիրով կգրեմ Որ սուրբ հավատքս կենդանի պահեմ Հավատքս չեմ մոռանա Տիրոջս չեմ ուրանա Խաչին ուսիս կգնա Ինչ Հիսուսին միանամ Հավատքս չեմ մոռանա Տիրոջս չեմ ուրանա Խաչին ուսիս կգնա Ինչ Հիսուսին միանամ Բանտերում խավարդ և ճղտայվեմ Բերքերովս լի մարմնով խոցվեմ Կգրեմ ովքեր արյունով ստապած Քեզ չեմ մոռանա Տեր իմ Աստված Հավատքս չեմ մոռանա Տիրոջս չեմ ուրանա Խաչն ուսիս կգնա Ինչ Հիսուսին միանա Հավատքս չեմ մոռանա Տիրոջս չեմ ուրանա Խաչն ուսիս կգնա Ինչ Հիսուսին միանա Ամբողջ կյանքում ես մտրել եմ Երջանկությունս գտել եմ Ու միայն սեր ճաշակել եմ Իմ Հիսուսից Սիրտ ու հոգիս նվիրում եմ Ամեն վարքան ես հիշում եմ Ամբեր սիրով ես սպասում եմ Իմ Հիսուսին Երկնքի մեծ դուռը բաց է Բոլոր սուրբերը հրավիրված են Մասնակցելու արձանիկին մեր կրչին Տեր Հիսուսին Երկնքի մեծ դուռը բաց է Բոլոր սուրբերը հրավիրված են Մասնակցելու արձանիկին մեր կրչին Ու հիմա ես ստավանում եմ Ձեզ բոլորիդ վկայում եմ Որ ձեր կյանքում առաջնորդվեք Իմ Հիսուսով Երջանկությունը տիրում է Խաղաղությունը իշխում է Ամբեր սիրով ես սպասում եմ Իմ Հիսուսին Երկնքի մեծ դուռը բաց է Բոլոր սուրբերը հրավիրված են Մասնակցելու արձանիկին մեր փրկին Տեր Հիսուսին Երկնքի մեծ դուռը բաց է Բոլոր սուրբերը հրավիրված են Մասնակցելու արձանիկին մեր փրկին Տեր Հիսուսին Երկնքի մեծ դուռը բաց է Բոլոր սուրբերը հրավիրված են Մասնակցելու արձանիկին մեր փրկին
Ուրեմն անցնենք այսօրվա նյութին, որ պետք է ձեզ հետ կիսվեմ, հարսանիքի առակը։ Այս առակներ Տեր Հիսուսը ասում է, այդ առակները ու հեքիաթներ, որ Տեր Հիսուս խոսում էր, համարյա թե մեծ ճշմարտություններ կար այդ պատմությունների ներսը։ Եվ անցյալ անգամ տեսանք, որ ամբողջ Իսրայել ազգի պատմությունը Տեր Հիսուսը նկարագրեց։ Ասում է հայրը, այդ այգի տերը ծառաներ ուղարկեց, որ մշակներից պտուղ առնե, նրանք որոշներին անհամարեցին, որոշներ հակառակեցին, որոշներին սպանեցին։ Եվ խոսեցինք, որ այդ ամբողջը Իսրայել ազգի պատմությունն էր Տեր Հիսուսը նկարագրում։ Մեծ առակով ինչքան պարզ ցույց էր տալի, որ Իսրայել ազգը գիտակցաբար եւ կամավորապես Աստծո հակառակ ապստամբված է։ Եվ ոչ թե միայն այս պատկամը Իսրայել ազգին էր, նույն բանը նկարագրվում է, երբ որ մենք լավ հասկանում ենք մեր կյանքում ուղղություններ ա տալի, որ մենք էլ կարելի է որոշ ժամանակներ Իսրայել ազգի նման ապստամբենք Աստծո կամքի հակառակ։ Եվ այդ ձևով մենք տեսնենք մեզ Տեր Աստծո դիմաց կայնենք, Աստծո որդու դիմաց կայնենք եւ տեսնենք, որ մենք ենք Տեր ու Տիրակալ եւ մեր կամքը պետք է կատարվի։ Եվ հայր մերն ասում է, ոչ թե մեր կամքը, այլ քո կամքը, որ երկնքումն այդպեսի այդ տեղի ունենա։ Եվ այդ ձևով մենք տեսնում ենք, որ այդ առակները մեծ ճշմարտություններ ու իրականություններ, որ ժողովրդի վրա լավ հասկանալի դառնա, նկարագրում էր։ Եվ ուրեմն այդ ձևով ասանք ճիշտ այդ առակը ինչ էր, բերում էր ամբողջ Իսրայելի պատմությունը եւ ուրիշ խնդիրներ։ Այսօր էլ այս առակի ներսը մենք տեսնենք շատ ճշմարտություններ նկարագրվում է։ Այն ժամանակ որ Տեր Հիսուսը այդ առակները խոսում էր, ամեն ինչը լսողների համար պարզվում էր, տեսնում էին իրանց կացությունը, իրանց դրությունը, իրանց անտարբերությունը կամ իրանց լրջությունը։ Եվ դրանք ամբողջը, ասում էր, ինչ, մեկ երբով կշերքի էր գալի, որ ինչ կացության ներսն է։ Շատ բարի, թույլ տվեք Արսանյաց առակը միասին նայենք եւ խնդրում եմ ոտքի էլ կայնենք իհարգանք Տերոջ խոսքին, միասին այս մասը նայենք։ Ուրեմն Մատթեոս 22:1-14 այսպես է ասում. Եվ Հիսուսը պատասխանեց եւ դարձյալ խոսեց նրանց հետ առակներով, ասելով. Երկնքի արքայությունը նմանվեցավ մի թագավոր մարդի, որ իր որդուն հարսանիք արավ։ Եվ իր ծառաներին ուղարկեց, որ հարսանիքի կանչեն հրավիրվածներին, եւ նրանք չկամեցան գալ։ Ադրավեր չկամեցան գալ, իշքան կարճ ու կտրուկ։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեցեք հրավիրվածներին, ահա իմ ճաշը պատրաստեցի, իմ արջարները եւ մսացուները մորթված են եւ բոլորը պատրաստ է։ Եկեք հարսանիքը։ Իսկ նրանք անհոգ լինելով գնացին, մեկը իր արտը, մյուսը իր արևտուրին։ Ղուկաս ավետարան շարունակում ասում, ոմանք էլ ամուսնացած են եւ պատճառաբանում էին, որ ես ամուսնացած եմ, չեմ կարող գամ Հարսանյաց հանդեսը։ Մատթեոս այդ մասը չի գրում։ Եվ մնացածները բռնեցին նրա ծառաներին, նախատեցին եւ սպանեցին։ Բայց թագավորը լսելով բարկացավ եւ իր զորքը ուղարկեց այն սպանողներին սատակեցրեց եւ նրանց քաղաքը այրեց։ Խոսանք, որ իսկ ամբողջը պատմական բաներ Տեր Հիսուսն ասում էր, ապական էր գուշակում։ Եվ այն ժամանակ իր ծառաներին ասեց. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Արդ գնացեք դեպի ճանապարհների անցքերը եւ ում որ էլ գտնեք, կանչեցեք հարսանիքը։ Եվ այն ծառաները դուրս գնացին ճանապարհներում եւ ժողովեցին ամենին, ում որ գտան չարը եւ բարին, եւ հարսանիքը բազմականներով լեցվեցավ։ Բայց երբ որ թագավորը մտավ, որ բազմականների մտիկան է, այնտեղ մի մարդ տեսավ հարսանիքի հանդերձ չակած եւ նրան ասեց. «Ընկեր, ինչու մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չունիս»։ Եվ նա պապանձվեցավ, այն ժամանակ թագավորը ասեց ծառաներին. «Դրա ոտները եւ ձեռքերը կապեցեք, վեր առեք դրան, դրսի խավարը գցեցեք, այնտեղ կլինի լաց եւ ատամների կրճտելը, որովհետեւ շատերը կանչված են, բայց քիչերը ընտրված»։ Ուրեմն Տեր Հիսուս այս առակը որ խոսում էր թագավորի մասին, որ տղայի համար արսանիք ուներ, հայտնի էր, որ թագավոր երկնային Տերն է, տղան Հիսուս Քրիստոսն է։ Եվ ասում պատգամավորներ ուղարկեց մարդկանց հրավիրեց հարսանիքի,
մարդիկ մերժան։ Հետո ավելի ճոխ պատրաստությունով ուղարկեց, ուրիշ ծառաներ եւ ասավ մսացու ես եմ մորթե ճոխ հարսանիք եմ պատրաստել խորովածա ուտելիքները, եկեք հարսանյաց հանդեսը։ Եվ ասում է որոշները պատճառաբանեցին, որ գործ ունեն, կյանք ունեն, գնացին մեր արևտուրի եւ իրանց առօրյա կյանքի խնդիրներով զբաղված մերժեցին գալ։ Ոմանք էլ ասում ծառաներին բռնեցին եւ նրանց սպանեցին։ Երբ որ լուրը թագավորին ասավ, թագավորը շատ բարկացավ, իր զորքը ուղարկեց, նրանց սպանեց եւ իրանց քաղաքն էլ կրակի տվավ։ Եվ հետո իր ծառաներին ասավ, ուրեմն հիմա գնացեք ամբողջ փողոցների վրա, խաչմերուկների վրա եւ ամենին լավ ու վատ մարդկանց կոչ տվեք, որ գան իմ արսանյաց հանդեսը պետք է լեցվի։ Նրանք էլ գնացին տարբեր տեղերից մարդկանց կոչ տվեցին բերան եւ արսանյաց հանդեսը լեցվեց։ Երբ որ թագավորը եկավ տեսնելու, տեսավ այդ հանդեսում մեկը կա, որ հարսանիքի հարմար շորթ չունի։ Ճիշտ մա դոմլես մեկն է եկե, ոչ մի հարմար հագուստ չունի, մեկը հարսանիք գրավիրեք, այդպեսի գա ինչպես կզգաք։ Դկեղ ու անմաքուր ու ճիշտ անվայել հագուստով։ Եվ ասում թագավորը բարկացավ, իր ծառային ասավ դրան բռնեք, ձեր ոտը կողպեք եւ գցեք մետեղ, որ լաց եւ ատամների կրստել կելնի։ Եվ այս առակից այս արդյունքն առնում, որ հրավիրվածները շատ են, բայց ընտրվածները քիչ։ Եվ այդ ձևով մենք այս առակը մեկնաբանելով ավելի պետք է տեսնենք Տերոջ մտքում ու սրտում եւ այն խորհուրդներ, որ մեզ համար ունի փոխանցելու ինչ է։ Առաջնայեր Տեր Հիսուսը այս առակն ասելով ամբողջ ապական էր ցույց տալի։ Ասում է իր ծառաներին ուղարկումը մերժում են եւ սպանում են։ Ճիշտ նման է այգեբանի առակների ներսը, որ Տերոջ ծառաները ուղարկվեցին, ոմանց անարգեցին, ոմանց ծաղրան, ոմանց էլ սպանեցին։ Ուրեմն Տեր Հիսուս մեկ կերպով պատմությունը վերհիշելով եւ ապական էլ ցույց է տալի, որ ապակամ էլ դուք ես նույնը կանեք։ Նույն չարություն, ապստամբությունը կունենաք։ Մենք ինչպես տեսնենք, որ առաքյալներից որոշներին սպանեցին, Ստեփանոսին քարկոծեցին եւ նույն հակառակությունը կար։ Եվ ասում են դրանից հետո ավելի ուրիշ ծառաներ է ուղարկում, որ գնան եւ ասում վերջը, երբ որ այդ ամեն բաները պատահավ, ինչ է, թագավորը իր զորքն ուղարկեց եւ այդ սպանողներին սպանեց եւ նրանց քաղաքը կրակի տավ։ Այդ ինչ է նշանակում։ Այսինքն էլի 70 թվականին, այսինքն քրիստոնական 70 թվականին Հիսուսի խաչերությունից 40 տարի հետո ռոմական զորքը հարձակվեց Երուսաղեմի վրա եւ Երուսաղեմի համարյա թե ամեն այդ ղեկավարներն ու մեծամեծները բնաջինջ եղան։ Այն որ սուրով էր սպանվեց, այն որ խաչեցին եւ ամբողջ քաղաքը կրակի տվան։ Տեր Հիսուս այդպեսի ասել էր։ Ասում է թագավորը զորքը կուղարկե, նրանց կսպանի եւ նրանց քաղաքը կրակի կտա։ Եվ այդպես եղավ։ Այսինքն նրանց ապստամբությունը մենք ամես ուղղությամբ քարոզեցին, որ ինչու խաչելությունից հետո հեր Աստված նրանց բնաջին չարավ։ Տարբեր պատճառներ կար։ Խոսեցինք, որ այն ժամանակները համբերությունով սպասեց, շատերը ապաշխարեցին։ Հրյաների առաջնորդներից ու ղեկավարներից շատեր փոշմանելով ապաշխարեցին եւ Տերոջ հավատացին։ Առիթ էր տալի, այդ 40 տարի Աստված առիթ էր տալի։ Այսօր Աքսելը մատ այդպեսի բան ասավ Տերը երբեմն առիթ է տալի, այո, մարդիկ անիրավություն են անում, չարություն են անում, ապստամբություն են անում, ոչրագործություններ են անում, Աստված առիթ է տալի, բայց ժամ կա, որ ազգեր էլ դատվում են, ազգեր էլ պատժվում են։ Եվ այդ ձևով տեսնում ենք, որ Տեր Հիսուսը համարյա թե ապակա պատմությունը գուշակում էր, որ ժամանակին Աստված իր զորքը կուղարկե, չարերին կսպանե եւ նրանց քաղաքը կրակի կտա։ Երուսաղեմ, երբ որ ամբողջը կրակով վառվում էր, տաճարն էլ կրակի քաշեցին։ Ասում են տաճարում քարերը այնց էր իրար վրա դրվում, որ ամեն մեկ քարի մեջտեղից մատ միլեր, ոսկե ճիշտ միլեր անցածրած, որ այն մյուս քարերին այդպեսի միացնե իրար։ Երբ որ մարդիկ եկան տաճարը կրակ տվեցին, պատի մի մասը փուլ տվան, տեսա որ ոսկի կա ներսը։ Այդ պատճառ եղավ, որ տաճարի քարերը մեկը մյուսի հետևից քանդեցին։ Տեր Հիսուսը Մատթեոս 24 գլխում ինչ էր, ասես տաճարը տեսնում եք, քարը քարի վրա չի մնա։ Եվ մինչև վերջին քարը քանդեցին եւ ոսկիներ հանեցին։
Այսինքն Տեր Հիսուսը այդպեսի պարզորեն ինչ որ ասել էր, մանրամասը կատարվում էր։ Եվ ըստեղում էլ ասում է, որ Տերը իր զորքը կուղարկե եւ ձեր քաղաքը կրակի կտա։ Սրանք հրեաների առաջնորդները խոսքը լավ հասկանում էին, որ իրանց մասին է խոսում։ Եվ իմանում էին, որ Տեր Հիսուսը արդեն սպառնալիք է խոսում։ Եվ այդ էր, որ երբ որ հասցրին մետեղ, որ Հիսուսին ասվի խաչի, երբ որ Հիսուսին ծեծան, մտրակեցին, մեր փոքր ասած սրտեր հովացել էր, բայց դերևս Հիսուսին մեծ թշնամի էին տեսնում։ Եվ ուզում էին Հիսուսին բոլորովին սպանեին, որտեղ այդ ատելությունով ու քենով լեցված են, որտեղ Հիսուսը իրանց մասին այդպեսի ուղղակիորեն հանդիմանական խոսք էր ասում, որ ասում որ Տերը իր զորքը կուղարկե եւ ամբողջ քաղաքը կրակի կտա։ Եվ հենց այդպեսի եղավ։ Ուրեմն ըստեղում տեսնում ենք, որ ինչ էր, Տեր Հիսուսը ապական խոսում էր։ Հետո ասում է ինչ։ Հետո այդ ավետարանի ուղղությունն է շարունակում, ասում է, որ Աստծո ծառաները կեցան տարբեր տեղեր, տարբեր երկրներ, լավ, վատ, նրանք որ կրոնական են, նրանք որ ոչ կրոնական են, կռապաշտներ են, աշխարհի տարբեր ծայրերում դրանց գավակեն։ Այսինքն այս եկեղեցու ընթացքն էր Տեր Հիսուսը ապական ցույց էր տալ, որ այդպեսի կլինի։ Եվ ասում է ժամ կգա, որ ամբողջ այդ զորքը գավակվեն եւ ինչ է հարսանիած հանդեսը գլեցվե։ Այսինքն ինչ մեր ապակա պատրաստությունն է։ Մարդիկ կոչ են տրվում, գալիս են եւ այդ հարսանիած հանդեսը լեցվում է։ Եվ այդտեղում ասում է, որ թագավորը որ գալիս է, մեկին հարմար տեսնում որ հարմար հագուստություն ինչ է, այդ ցույց է տալի, որ այն օրը նախ այդ հարսանիած հանդեսը սկսե մի հատ դատաստանա լինելու, լավերը վատերից ջոգվելու են, եւ նրանք, որ պատրաստություն չունեն երկնքի համար, նրանք ինչ է, Հովհաննես Մկրտիչը քարոզում էր, ասում էր, նա որ գալիս է իր մաղը ձեռին է, մաղում է ցորենը եւ դարմանը եւ իր ջոգում է։ Մեծ ջոգություն կլինի ամբողջ նրանք, որ պատրաստ չեն Եվ ճիշտ հարմար հագուստով չեն եկի, որ ավելի կբացատրեմ ինչեր են դրանք ինչ են անում, մերժվում են եւ չեն կարող երկինք կերտալ։ Բայց մնացածները այն երջանիկ մեկերն են, որ հարսանիած հանդեսը, որ Հայտնության 19-րդ գլուխում գրում է, Տերոջ փառք եւ ներկայությունը հավիտյան գվայելն են։ Ուրեմն Տեր Հիսուսը առակով ինչ էր ամբողջ ապական է ցույց տալի։ Եվ մի կարևոր բան, որ այո ժամ կգա, որ հարսանիած հանդեսը գլեցվե։ Եվ ավելի կարևոր բան, ժամ կգա, որ հարսանիած հանդեսը կսկսե։ Եվ ավելի կարևոր գույն բան, որ ես ու դու, որ այսօր նվիրված ենք այդ Տերոջը, այդ հարսանիած հանդեսում կելնենք։ Հալելույա, Տերոջ փառք։ Okay, ուրեմն տեսնելով Տեր Հիսուսը այդ առակն ասում էր ամբողջ ճիշտ ապակա քրիստոնական ժամանակաշրջանը, եկեղեցու ժամանակաշրջան ապական նկարագրում է այս առակով։ Մատ վերադառնանք, ասում է որ Տեր Հիսուսը ինչ էր ծառաներին ուղարկա, մարդկանց կոչ տվավ։ Այդ կոչն ինչ էր ասում, ոմանք մերժան, ոմանք ինչ էր անտարբեր վարվան։ Այսօր այդ նույն խնդիրները կրկնվում է։ Երբ որ կոչը տրվում էր, գեղեցիկ սա է, որ ամենը գիտեին։ Եվ նրանք, որ մերժում էին, գիտակցաբար էին մերժում։ Մի մասը կար անտարբերությունով վարվում էին, կարևորություն չէին տալի թագավորի խոսքին։ Թագավորի խոսքն ու կոչը նրանց մի հատ չափանիշ էր տալի։ Արդյոք գնազանդվեք թագավորի կամքին կամ կուզենաք ձեր կամքի համաձայն վարվել։ Եվ այդ որ թագավորի խոսքը մերժում էին, հարսանիած հանդես էր, այս բարի լուր էր, ուրախ ավետիք էր։ Եվ դրա համար ավետարանի պատկամը ուրախ լուր է։ Կրոնական մատ խոսք չի մարդկանց կոչ տալի, որ գանձաններ բերեր իրանց ուսերին դնի։ Իսլամը իր հետևորդներին կոչ է տալի, որ գան սպանեն եւ սպանվեն։ Այդ շատ դժվար է։ Մենք կոչ ենք ստանում, գալիս ենք մաքրվենք, ներվենք, գթած ու բարի ու ողորմած լինենք։ Եվ այդ ձևով ավետարանի պատկամը հրավիրում է հարսանիքի համար։ Եթե մենք մեկին հրավիրում ենք հարսանիքի, շատ հրաշալի է, շատ օրհնյալ է։ Եվ հատկապես աշխարհ, որ խավարի ներսը բռնված է, մթության ներսը բռնված է, տխրության ներսը բռնված է, ամենակա վատ լուրի հետևից գալիս է, մենք մատ ուրախ լուր ունենք մարդկանց համար։ Բայց գեղեցիկ սա է, որ նրանք, որ մերժում էին, ամենը գիտակցաբարին մերժում, եւ փառք Տերոջ, որ Տերը ունի հազար ու մի ձևերով, միջոցներով, որ ոչ ոք անտեղեկությունով չի մերժում, այլ ամեն անձնավորություն մեկ ձևով գիտակցաբար է մերժում ավետարանի խոսքը։ Եվ այդ ձևով ասում է, որ նրանք ոմանք անտարբերությունով, այսինքն այդ անտարբերությունը
կարելի է մեր կյանքում էլ առաջ գա։ Աղբյուր էր առնում իրանց անհավատությունից, իրանց կամակորությունից, իրանց ապրել ձևը ցանկանալուց էր աղբյուր առնում։ Եվ էդիկ աղբյուրն էր, որ սրանք մերժում էին թագավորի առաջարկն ու հրամանն ու կոչը։ Եվ երբ որ հնազանդում էին թագավորին, այսինքն թագավորի խոսքը, իր հրամանը, իր պրեստիժը, իր պատիվը պահում էին։ Երբ որ մերժում էին թագավորին, ուրեմն ճիշտ կարծես դրա թագավորություն արծի տակ էին բերում եւ ուզում էին իրանց թագավորության ենթարկվեին։ Եվ այդ ձևով այսօր էս մեր կյանքում էլ ցիներ կարող նույնը պատահի։ Մենք անտարբերությունով անարգում ենք Աստծուն շատ ժամանակ։ Անտարբերությունով կարելի է Աստծուն պատիվ չտանք։ Եվ գիտեք, անտարբերությունը շատ ժամանակ աղբյուր առնում, ասամ եսասիրությունից, կամակորությունից եւ մեր կամքը ավելի գերազանցել Աստծո կամքից։ Եթե ոչ, երբ որ թագավորի հրաման լսում ենք, երբ որ մենք նվիրված ենք, ենթարկվում ենք այդ հրամանին ու այդ կամքին։ Եվ էդյա որ հիմա աշխարհում մեծ մասը մարդիկ անտարբեր են։ Անտարբերությունը սկիզբ է ապստամբության, այսինքն այդքան վտանգավոր կացություն է։ Եվ մենք պետք է անտարբերությունից դուրս գանք։ Պատաժամանակ անտարբեր ենք եկեղեցի գալուց, պատաժամանակ անտարբեր ենք աղոթելուց, անտարբեր ենք Աստծո խոսքի դիմաց, անտարբեր ենք վկայության դիմաց։ Կարևոր չի, հոգևոր արժեքները մեզ համար երկրորդական են։ Առաջ մեր կյանքը, մեր կամքը, մեր ուզածները, մեր նպատակները։ Երբ որ ամեն ինչ տեղին ելավ հետո Աստծուն, գիտեք, այս անտարբեր մարդկանց կացությունն է։ Հակառակորդների վիճակը պարզ էր, նրանք հակառակում էին, թշնամություն էին անում, թեև նրանց թշնամությունն ու հակառակությունները երևույթապես անտեղի էր, բայց էլի աղբյուր էր առնում անաստվածությունից, թագավորի հետ հակառակելուց էր աղբյուր առնում։ Եվ էդիա որ նրանք գիտակցաբար իրանց հակառակությունը այդպեսի հայտնում էին եւ իրանց ապստամբությունն էին ցույց տալի։ Մենք երբ որ նայում ենք Աստծո խոսքին, երբ որ կոչ է տրվում, հրավեր է տրվում, այդ կոչը մի ժամանակ անհատական է, մի ժամանակ ընդհանուր ժողովրդի համար է։ Օրինակ հիմար մենք Աստծո խոսքին տեսնում ենք տարբեր մեկեր, Աստված Մովսեսին կանչավ, Եղիան եկավ Եղիսեին կանչավ, կոչ տվավ, եկ, եւ Եղիսեն իմանում էր, որ այս ճանապարհն երթում է, որ Աստծո կամքի համաձայն ապրե։ Երբ որ Եղիսեի կյանքը նայում ենք օշնյալ մարդ էր, ասում է ինքը մեծ զույգ եզեր վարեր անում եւ 11 զույգ ուրիշ եզեր էլ կային, այսինքն գյուղում 12 զույգ եզեր ու վարանել ելներ, հայտնի է շատ մեծ դաշտեր վարում էին եւ մեծահարուստ մեկն էր, որ շատ ժամանակ գյուղերում մեկ կամ երկու զույգ ավել եզու վարի բան չունեին։ Երբ որ 12 զույգ էր եւ Եղիսեն ընդեղ էր, հայտեր Եղիսեն դրանց ղեկավարն էր, մեծ պատասխանատվություն ուներ, մեծ գործ ուներ, պետք է 12 խումբի ղեկավար էր, ծրագրեր, ապագայի վարուցանք, հազար մի խնդիրներ, բայց կոչը, որ ստացավ, Եղիայից միած խնդրավ, ասավ Եղիա, թույլ տուր իհարկանք իմ հորն ու մորը, եթե մատ իրաց մնաս բարով անեմ ու գամ։ Եվ ասավ, ես ինչ եմ արի քեզ համար, գնա ու եկ։ Գնաց ու հետ եկավ, ասում եմ, որ եզերն ու այդ ամբողջ փայտերը, որ օգտվում էին վարանելու համար, դրանք վառեց, եզերին մատաղ արավ, տվավ մարդկանց եւ գնաց Եղիայի հետևից։ Տեսեք ինչ օշնյալ նվիրում։ Չասավ ես 12 զույգ ես, այս կյանքը, այսքան եկամուտ խնդիրներ, սա թողնեմ որտե գա։ Թազե ինքը Եղիային չես անում։ Անընդհատ թագավորը քո հետևից է քեզ սպանելու, բռնելու, մահը սպառնում ու ինչ ապակակա ես գամ։ Մարդկորեն ոչինչ, բայց Աստծո կողմանը ամեն ինչ։ Մարդկորեն նայես բացի սպառնալիք ու նեղություն ու դժվարություն ու տարբեր սպառնալիքներ, որ Եղիան կրում էր քաղաքից քաղաք էր, երբեմն փախնում ու դժվարությունների էր հանդիպում, եւ հատկապես այդ ժամանակ անաստվածություն ավելի գագաթնակետին էր հասի, որ մի ժամանակից հետո Եղիայի խոսքն էր, որ ասում է, որ ամեն քո մարգարեներին սուրով սպաները մենակ ես եմ մնացի իմ հետևից են, որ ինձ էլ սպանեն։ Հիմա ինքը եկերա Եղիսեին կրակը գցում։ Ինքը նգերը կրակը քիչ էր, Եղիսեին կոչատալի եկ։ Բայց խոսքը ասես որ Եղիսեին ինչ արավ, ամբողջ հնազանդությունով, նվիրատվությունով պատիվ ու պարծանք էր։ Եվ էսի իմ ու քո համայլ հետ սիրելիս, մենք Տերոջ կոչը այո ամեն ենք ասում եւ պատրաստ ենք ամեն գնովել Տերոջը ծառայենք։ Տերոջ ծառայելը, Տերոջ կամքը կատարելը, Տերոջ հետևելը մեզ համար պատիվ է։
Եվ Տերոջ այո ասելը, այդ կոչին այո ասելը մեզ համար պատիվ է։ Բայց անաստված ու անհավատ աշխարհը չի կարող Աստծո ծրագիր տեսնել, արհամարում է, մերժում է, թեթև է բռնում։ Եվ այդ ձևով հակառակում է Աստծո կամքի հետ։ Տեսնում ենք, որ այս խումբը, դրանք որ կոչ ստացան 3 խումբ էին, մեկ խումբը անտարբեր էր, մեկ խումբը թշնամի էին, եւ երրորդ անձնավորություններ էին, որ ինչ համարյա թե այդ խումբի ներսը, որ ապստամբ չէին, եկել են ընդուներին կոչը, բայց մեկերն էին, որ չէին արժանանում հավիտենականության։ Այսինքն ուզեմ ես ասեմ, որ այդ անձնավորությունը, որ այդտեղում մերժված էր, ինչ դժվարություն ուներ։ Թագավոր եկավ, այդ այն մեկերից էր, որ իբթե կոչ ընդուներ էր, բայց մերժվավ, պատճառն ինչ էր։ Պատճառը ինչ էր, պատճառը սա էր, որ այդ անձնավորությունը անպատրաստ էր։ Այսինքն երևույթապես կրոնական ու աստվածապաշտ էր երևում, բայց ներքնապես անհավատ ու անաստված էր։ Եվ ես երբեմն եկեղեցում ես խոսքը կա, որ ամեն նրանք, որ եկեղեցում են, հաստատ երկինք չեն էտա։ Որտեվ այդ գիտակցությանը չեն ասում, որ նվիրվեն Աստծուն եւ իրանց սրտում այդ հավատքը դավանեն։ Այս չէ պետք է մեզ համար, որ ճշմարիտ հավատք ունենք ու նվիրված ենք Տերոջը, կասկածը ստեղծի։ Բայց պետք է մեր հավատքն էլ ինչ, մատ չափանիշի բերենք։ Արդյոք ես ամբողջ սրտովս հավատում եմ Հիսուսին, արդյոք Հիսուսն իմ Տերն է, արդյոք իմ կյանքումը Տերոջ կամքը առաջնահերթն է, արդյոք ես աղոթքով կապվում եմ նրա հետ, արդյոք հոգևոր արժեքներ իմ կյանքում տեղ ունի, ապրում եմ այդ կյանքը, դրանք ամբողջ խնդիրներ են։ Տեր Հիսուսը տարբեր առակներ խոսեց 10 կույսի առակը, խոսեց հավատարիմ եւ անհավատարիմ ծառայի առակը։ 10 կույսերը ամենը կույս էին, բայց 5-ը հիմար էին, հիմարների հատկություն ինչ էր, որ կարևորություն չէին տալի հոգևորության, կարևորություն չէին տալի Աստծուն, միայն այդ որ 10 կույսի շարքին կայնի բավարար էր։ Այսինքն մեկ էլ կարելի է գան եկեղեցի, ասա խո մենք էլ եկեղեցու մի մասն ենք, ամենի նման ենք։ Ամենը գալիս են Կիրակի, ես էլ Կիրակի գալիս եմ եկեղեցի։ Նրանք աղոթում են, ես էլ երբեմն աղոթում, Տեր Աստված օգնի, որտեղ ես հասի մեր դատին, երբեմն աղոթում ենք։ Բայց այդ ճշմարիտ հավատք իրանցում չկա։ Երևույթապես հավատացյալ, բայց ներքնապես դադարք են աստվածային կյանքում։ Մեզանում այդ կյանք կա, աստվածային կյանք կա, այդ մեր չափանիշն է։ Հովհաննես ավետարան առաջի գլուխն ինչ էր, ասում է Տերը եկավ իրենների մոտ, իրենները իրան չընդունեցին, բայց նրանք, որ նրանց ընդունեցին, նրանց իշխանություն տվավ Աստծո զավակներ լինելու, որ նրանք երկնքից են ծնված։ Այս հոգևոր փորձառությունն է, մենք պետք է փորձառությանը գանք։ Այդ փորձառությունը, որ մենք երկնքից ենք ծնվում, Սուրբ Հոգուց ենք ծնվում, Սուրբ Հոգին մեզանում է։ Այսինքն Սուրբ Հոգու ներկայությունը մեր սրտում հոգում չէ պետք է կասկածելի լինի։ Տերոջ խոսք ասում է, եթե Տերոջ հոգին չունես, դու նրանը չես։ Դու նրանը չես։ Կարելի է ուրիշների նման գաստ քարոզես, մեր քարոզին էլ ամեն ասեն, բայց այդ հավատք իրանցում չկա։ Եվ այդ որ մենք պետք է մեր հավատքը կշռենք, արդյոք այդ ճիշտ հավատքի տեր եմ, արդյոք այդ նվիրումին հասել եմ, արդյոք հասկացել եմ։ Տեսեք, մեր ակաջները խոսքը լսում ենք երջանիկ մեկերն ենք, որտեղ այդ առիթն ունենք մեր հավատքը մեր փոք մաղենք։ Եթե թերություններ ու սխալներ ու անհավատություններ կա, դրանցից ազատվենք։ Կոչը լուրջ է, Տերոջ գալը լուրջ է, թագավորության այդ արսանյաց հանդեսը լուրջ է։ Մի օր մենք պետք է կայնենք։ Չելնի հանգարցակի, մենք այն ազնվորություններից ելնենք, որ մեր ժողներ չենք, անտարբերներ չենք։ Մենք ելնենք, որ արսանյաց հանդեսիներ սնենք։ Բայց ընդդեմ թագավորը կգաստուկելու, կսենք մենք անարժան գտնվանք, մեր հագույցներ հարմար չէր։ Այսինքն մենք այդ հավատքը չունենք, այդ նվիրումը չունենք, երևույթապես եկեղեցական ու կրոնական ենք երևում։ Մեր խոսքը մարդկանց նման էր, բայց մեզանում ճշմարիտ կյանք չկար, ճշմարիտ ազդում չկար, ճշմարիտ հավատք չկար։ Եվ այդ որ ես ես քաջարում եմ, որ եթե մեկը իր հավատքի վրա թերություններ ունի, լավ հոգևոր խնդիրներ համար պարզ չի, գան մենք օգնենք, Տերը ամեն ինչ պատրաստել է, Տերն ասա մսացու եզը մորթվել է, սեղանը պատրաստ է, հարսանյաց հանդեսը Աստծո կողմից ամեն ինչ պատրաստվել է։ Մեր մասն է, որ ընդունենք, նվիրվենք, հավատանք, վերցնենք եւ
այդ հարսանյաց հանդեսի մասը եւ փառքն ու բաժինը վայելենք։ Դրա համար եթե մեկը կասկածներով է բռնված ու վստահ չի կացությանը պետք է գա խոսենք, կօգնենք, հետը կաղոթենք եւ այդ վստահությանը կբերենք, որ ինքը տեսնի, որ Տերոջ հոգին իրանում բնակված է եւ այդ ձևով կարողանանք այդ աստվածային փառքը եւ օշնությունը վայելենք։ Մի ժամանակ կա, որ մարդիկ երբ որ չեն փոխվում, առ երեսային հավատք ունեն։ Եվ այդտեղ որ այդ կացությանները մնալը վտանգավոր է։ Թեև չի հակառակել, թեև անտարբեր չի եղել, թեև եկել է եկեղեցում, թեև միացել հավատացյալներին, բայց ճշմարիտ հավատ նրան չի ստեղծվել։ Եվ այդ անձավորությունը կլինի, որ իրան ձեռքը ոտ փակված, կգցեն մետեղ, որ լաց եւ ատամների կրճտել կլինի եւ այլևս ուշացել է։ Այդ ինչ էր մտածում, հեր այդպեսի եղավ։ Վստահ մտածում էր, ես էլ ամենին նման եկեղեցի եմ եթում, ես էլ ամենին նման հավատք ունեմ, ես էլ իրաց նման մաքուր ակնվում եմ, կիրակի օր եկեղեցի եմ երթում, մեր եկեղեցին լավ եկեղեցի է, հովիվն էլ լավ էր քարոզում, ամեն ինչ տեղին է։ Բայց առանց նկատի, որ սրտում ինչ անցնում, իր ներքի աշխարհքն ինչ է, ճշմարիտ հավատքի տերը չէ։ Եվ այդ որ ճշմարիտ հանձնում եւ ճշմարիտ հավատք, այսինքն այս վստահությանը կա, որ Հիսուս Քրիստոսի արյունով լվացվել է։ Եթե կասկած ունես սրահում, դրա ըտե մի մնա, եկ աղոթենք Տերոջ խոսքը ավելի հավատքով վերցրու եւ իմացի, որ մենք երկինք ենք երթում Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով մաքրված եւ երբ որ հավատում ենք այդ ճշմարտությանը, մենք ազատված ենք եւ Աստծո զավակներ ենք։ Ասում են մատ ճոբան մեկի կոչ տվեցին, որ ապաշխարի։ Ասավ իսկություն ես ուզում եմ ապաշխարեմ, բայց չարաճիճի այծեր ու ոչխարներ ունեմ, այնքան նեղացում են ինձ, անդադ բերանս վատ եմ բացում հայհոյում եմ։ Հետո որ իմ ապաշխարությունը օգուտ չունի, էլի կգրկնվի։ Իրան ասան լավ սիրելիս, դու ապաշխարի, կաղոթենք քեզ համար, այդ այծերի դամ էլ կաղոթենք, Աստված մեծ է։ Վերջապես ասում է Դովիդը ապաշխարեց, մի ժամանակ անցավ, հետո իրան ասան, որ ինչ է երի դժվարություն տանցել է, ասավ հա, այն օրվանից որ ես ապաշխարում այծերս էլ փոխվել են։ Երբ որ մենք ճշմարիտ ապաշխարությունով ապաշխարում ենք, ճիշտ կարծես ամեն խնդիրներ մեզ անփոխված է։ Կյանքը, պայմանները, վիճակները եւ այո, մենք պետք է փոխվենք։ Մենք պետք է ներսևանց փոխվենք։ Երբ որ այդ ամեն կացությունները մեզանում կա, մենք արդեն հասնում ենք մետեղ, որ նվիրված ենք Տերոջը։ Ասում են մատ ռուսական սպարապետ էր, եկավ մկրտության ժամանակ, երբ որ իրան մկրտում էին, մեծ ձեռքը ջուրից դուրս էր պահում։ Վերջերս այդպեսի մկրտեցին, աջ ձեռքը դուրս մնաց։ Իրան ասում, բա հերս այդպեսի մկրտվում։ Ասավ, հələ ես շատ պատերազմներ ունեմ, այս աջ ձեռքս կարիք ունեմ, պետք է շատ սուրեր քաշեմ ու մարդ սպանեմ ու բան։ Այսինքն խոսքս է, որ մեկը կա հələ ուշը աշխարհքին է, հələ կապված աշխարհքին, հələ մեկ կապ աշխարհքի հետ չի ուզում ամբողջապես հանձնվի։ Այդ վտանգավոր է։ Աշխարհը մեզան ոչինչ չունի։ Մենք Քրիստոսին ենք պատկանում, 100-ին 100, ոչ թե 99 եւ 99, 100-ին 100, հալելույա։ Կարող է թերությունը գա մեր կյանքում սխալմունքներ լինի, այդ ամբողջ խնդիրներին մենք էլի կրկին գաղթենք, կնվիրվենք Տերոջը, աղթությունը մերն է, մենք Քրիստոսին է, Քրիստոսը մեզանում է։ Եվ այս կարևոր խնդիրը, որ Քրիստոսը մեզանում է ապրում, Տերոջ հոգին մեզանում է, մենք Քրիստոսին ենք։ Այդ հոգին, որ մեզանում է, օղի ու մատանի նման է, որ մենք Քրիստոսի նշանազներն ենք։ Եվ երբ որ նրան եք պատկանում, ոչինչ չի կարող մեզի Քրիստոսի սիրոցը բաժանել։ Գիտեք, քրիստոնական հաղթությունը սա է, որ մեր հավատքը միջև վերջակետ հաստատ պահենք ու նվիրված պահենք։ Կարելի է հավատքով առնենք բժշկություն, առնենք օշնություն, առնենք դրամապես հաջողություն, մեծահարուստության հասնենք եւ կյանքի շատ առավելություններ վայելենք, բայց հավատքը միայն դրա համար չի։ Հավատքը սրա համար է, որ միջև վերջ կայնենք եւ հավատքով մեր ընթացքը ավարտենք եւ հավատքով երկեք գնանք։ Այդ հաղթական հավատք է։ Էտա որ Եբրայեցիս թուղթում ասում է ոմանք սուրով սպանվեցին, ոմանք մորթերով կողպվեցին, այդ ձևի մորթերի ներսը տանջվեցին եւ մեռան, եւ շատերը տարբեր ճնշումներ, այնից որ ասում է աշխարհն արժանի չէր այդպեսի մարդկանց ճնշումներից անցան,
Ոմանք այդպեսի հաղթություն շահեցին, ոմանք էլ սուրի բերանից ազատվան, արյուզների բերանից Դանիալի նման ազատվան, կրակի բերանից ազատվան, բայց հաղթությունը երկուս էլ է տետիա, որ հաղթությունը միջև վերջ կայնել է եւ Աստծո փառքին մասնակցել։ Եվ էդիկ մեր բաժինն է, որ մենք հավատքով այդ կացությունը ունենք եւ այդ կացությանը կանչված ենք եւ այդ օշնյալ դրությունն է, որ Տերը մեզ համար ունի։ Ուրեմն Արսանյաց շորը, որ այդ մարդը չուներ ինչ էր, այդ շորը նմուշ էր ճշմարիտ հավատքի չելնելը, երեսային մի կյանք, հոգևորություն եւ ներքին համարյա թե դադարգություն, Աստծո հոգին իր սրտում հոգում չկար։ Եվ այդ ամբողջը մեկն էր, որ երբ որ դատաստանի եկավ, այսինքն համարյա թե այս առակը, այս արքայության ժամանակաշրջանն է։ Հələ Արսանյաց հանդեսը չէր սկսի։ Սկզբում թագավոր հայտնվում է եւ ընտրում է, դատաստան է անում։ Եվ այդտեղում նրանք, որ այդ նվիրումը չունեն, արդեն ջոգվում են։ Եվ ամեն ազնվորություն կկայնե այդ կացության ներսը։ Եվ երջանիկ օշնյալը նրանք, որ նվիրված են Տերոջը եւ կարող են Տերոջը փառաբանեն օշներքեն։ Վերջի կետով իմ խոսքս ավարտեմ, որ ասում եմ, որ ինչ հրավիրվածները շատ են, բայց ընտրվածները քիչ։ Սա չի նշանակում, որ երկինքի ցածոներ քիչ են։ Հարսանյաց հանդեսը գլեցվի։ Ընդդեմ ինչքան որ Աստված ծրագրել է, մարդիկ կերնեն։ Բայց համարյա ուզում ասած ելնի, որ այդ չափանիշը, որ գործադրվում է, լուրջ է։ Եվ ընտրությունը կա, որ մարդիկ պետք է հարմար չափանիշներ ունենան, որ ընտրվեն։ Այդ չափանիշը մեկ Հիսուսի փրկությունն է, հավատքով վերցնում ենք եւ երկրորդը այն կյանքն է, որ այդ հավատքի համաձայն ապրում ենք, այսինքն մեզանում կա Աստվածային հոգին եւ այդ կյանքի համաձայն ապրում ենք։ Ընտրվածներ մեկերն են, որ նվիրվում են Հայր Աստծո կամքին, այսինքն Աստված կոչ է տալի ամեն մարդկանց, մարդիկ գալիս են, ով որ եկել է առաջին քայլն է, բայց հələ վերջը չի։ Հետևանք սա է, որ այդ կոչին ինչպես են պատասխան տալի։ Եթե Եղիսեին ման մեկը նվիրվում է, հանձնվում է, հնազանդում է, այդ հայտնի է, որ գալիս է ընտրվածների շարքի։ Բայց եթե այդ ընտրությունը լսում է, եթե մնում է, չի աճում, չի հանձնվում։ Եվ այդ է, որ ասում է, որ Աստված առաջուց տեսավ մարդկանց, ընտրեց, կոչ տվավ, ընտրեց, արդարացրավ եւ նրանց փառավորել արավ։ Այսինքն մեկեր, որ գալիս են, նվիրվում են, հնազանդում են, հանձնվում են Աստծո կամքին, Սուրբ Ոգին քայլ նրանց ինչ է աճել տալի։ Կոչը լսել են, եկել են, ընտրվել են, տնի քփել է իրանց վրա, նրանք երթալով փոխվում են եւ հասնում են Աստծո փառքին եւ Աստծո շնորհներին։ Այնօր մատ նյութեր խոսում եմ, լսում եմ Հակոբի մասին եւ Եսավի մասին էր խոսում, ասում եմ, որ Աստված Հակոբին սիրեց, Եսավին ատեց։ Այդ ատելությունը Եսավին ինչ էր, հետո տեսնում ենք, որ Եսավը բավականին օշություններ ուներ, դրամապես վիճակը լավ էր, ուներ արչարներ, ուներ իշխանություն, 400 հոգի իր հետ ձիավարներ ուներ, ճիշտ է ժամանակվա մեծ ղեկավարներից էր։ Այդ ատելությունը որտեղ էր Եսավի մասին։ Հակոբը սիրված օշնված էր, դժվարություններից էր անցնում, քաշքշոցներից էր անցնում, Աստված երբեմն իրանից պահանջում էր, հանդիմանում էր, ուղղություն էր տալի, ինչպես էր Հակոբ սիրված էր ու Եսավը ատված էր։ Այսպես էր մեկնաբանվում, որ Եսավին ատելությունը սրանում կար, որ նրան ազատ էր թողի։ Եսավ իր գլխով ապրում էր։ Երթում էր, գործում էր, հավաքում էր, դիզում էր, կյանքն ուներ, մարդիկ ուներ։ Աստված երբեք իրան չասավ, որ որտեղ է սխալ, որտեղ պետք է ճշտվես։ Բայց Հակոբին ինչու՞ չէ։ Քայլ առ քայլ ճշտում էր, օգնում էր, քաջարում էր, նրան օշնում էր եւ նրան պաշտպանում էր։ Եվ այդ ձևով այդ ամբողջ պաշտպանությունը կար։ Բայց ինչ էր, Եսավի մասին այդպես չէր։ Խոսքը սա ինչ է, Աստված եթե մեզ սիրում է, մեզ խրատում է, մեզի հանդիմանում է, մեզի ճշտում է, մեզի առաջնորդում է։ Եվ այդ ձևով մեզի ուղղում է դեպի սրբագրվել, մաքրվել, ավելի ազատվել, ավելի քրիստոսանման լինել։
Բայց անհավատ աշխարհը թեև Աստծո օրհնությունը վայել է, բայց Աստվածան չի ճշտում, որտեղ նրանք Աստծո հետ գործ չունեն, նրանք ենթարկված չեն Աստծոն։ Նրանք իրաց կամքի համաձայն ապրում են։ Եվ հետո որ որոշ ժողովուրդ աղոթում են Տեր Աստված, օգնի, բժշկի, չեմ անում երեխիս համար մեկին դասավորի ուզում ամուսնանա։ Աստված ողորմածը տալիս է, բայց նրանց այդ գործ չունի, որ ճշտե ուղղե առաջնորդ է, նրանց դեպի Քրիստոսանման ղեկավար է։ Նրանց կարող է այդ ամենը միջոց դառնա, որ գան ապաշխարեն, բայց հավատացյալի կյանքում Աստծո ձեռքը կա, որովհետեւ մեզի Քրիստոսանման ձև ու կերպ է։ Հալելույա։ Եվ հետիա որ այդ չափանիշները կա, որ կանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ, այսինքն նրանք, որ Աստված ընտրում է, իրանց այդ մանրամաս գործում է, նրանց շտկում է, ուղղում է, առաջնորդում է եւ մաքրում է, սրբագործում է, որ Քրիստոսի նմանությունը վրան ձակեցնի։ Հալելույա։